I will start, yeah. Dear Mr. President, dear Mr. Prime Minister, dear colleagues, friends, representatives of media, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, պատիվ ունեմ նշելու, որ 8-րդ գաղտնաժողովը Եվրոպական քաղաքական համայնքի հաջողությամբ ավարտել իր աշխատանքը այսօր Երևանում, մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից։ Ես կցանկանայի օգտվելով այս հնարավորությունից անկեղծ երախտիկս հայտնել Եվրամիությանը սերտ համագործակցության եւ գործընկերական հարաբերությունների համար, այդ թվում գագաթնաժողովի աշխատանքի համակազմակերպման եւ մասնավորապես երկու գործընկերների, ովքեր ընդլայնել են այս ֆորումի աշխարհագրությունը։ Ես նաեւ պետք է ընդգծեմ Ադրբեջանի նախագահի հերրակա մասնակցությունը եւ Թուրքիայի փոխվարչապետի։ Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ կարիք կա անկեղծ երկխոսության եւ պրակտիկ որոշումների, ընդլայնելու խաղաղությունը եւ կայունությունը տարբեր տարածաշրջաններում։ Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան եւ կանաչ անցումը։ Կասկած չկա, որ փոխկապակցվածությունը կենտրոնական նշանակություն ունի տնտեսական կայունության, դիմակայունության, երկարաժամկետ կայունության տեսանկյունից, ամրապնդելով փոխկապակցվածությունը, առաջ շարժվելով կլիմայական եւ էներգետիկ ուղղություններով, մենք ընդգծել ենք սրանք որպես ընդհանուր առաջնահերթություններ։ Քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը եւ բաց, ինտեգրված եւ փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը։ Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաեւ խաղաղության եւ կայունության ընդլայնմանը, Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը եւ սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը եւ համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում եւ դրանից անդին։ Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաև թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումը ավելի լայն տարածաշրջանում տվյալ գագաթնաժողովը հաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման եւ առավել լավ համակարգված եւ առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։ Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաեւ կամրապնդեն մեր փոխգործակցությունը եւ փոխընկալումը։ Ես կցանկանայի օգտվելով այս հնարավորությունից իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով նշել, որ գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում, եւս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը, երախտիկս հայտնում եմ նաեւ լրատվամիջոցներին, տեղական եւ միջազգային, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով։ Եվ ի վերջո, թույլ տվեք նախագահ Կոշտաձե շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար եւ Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու համար այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, նախ եւ առաջ շատ շնորհակալություն վարչապետ Փաշինյան, հարգելի Նիկոլ, ջերմ ողջույնի հյուրընկալության համար։ Դուք եւ ձեր թիմն իսկապես բացառիկ աշխատանք եք իրականացրել հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը
more than 40 leaders մեկ տեղում հավաքելով continent. ավելի քան The fact that Armenia 40 առաջնորդ։ Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ մենք բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապարհի։ Հայաստանը եւ Եվրամիությունը միասին են այդ ճանապարհին։ Հենց այդ պատճառով վաղը մենք կացկացնենք առաջին ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։ Այսօր ԵՔՀ գագաթնաժողովն իսկապես պատմական էր։ Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է հարավային Կովկասում։ Եվ այսօր այս գագաթնաժողովին մասնակցել է նաև տեսաձայնային կապով նախագահ Ալիևը։ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումները եւ անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները